Հայկական ավանդական խորովածը կլինի ավելի համեղ, եթե պատրաստեք իմ այսօրվա առաջարկած բաղադրատոմսով։ Ամենասկզբում ավելացնում ենք կաթը, մսի մեջի եղած վատ համերը դուրս գան։ Այդ կարա լինի կերի համը, ինչ կերով որ կերակրել են։ Առանց սոխի հայկական խորոված չի լինում։ 4 տեսակ համեմունք է օգտագործվում, որից մեկը կանաչիների խառնուրդն է, կանաչիների մեջ կա սարի ուրց, շատ քիչ ցիտրոն։ Կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ։ Խոշորախ չունես աղբերես, պրծել է։ Մի բան ասեմ, չտանջվեք, 1 կիլոգրամ մսին օգտագործում եք 16 գրամ աղ, 14 գրամ եք օգտագործում, եթե թռչնամիս է։ Միշտ խոսում ենք խոզի մսի վնասակար լինելու մասին, բայց ունի նաև օգտակար հատկություններ։ Առնագում է բարձրորակ սպիտակուցներ, օգնում է մկանային զանգվածի աճին եւ վերականգնմանը, իսկ եթե դա իջևանի խոզն է, նաև աննկարագրելի համեղ է ստացվում։ Խոզուկը